Ֆինանսական ոլորտը Հայաստանում 2025-ին աճել է բոլոր ուղղություններով։ Հայաստանի ֆինանսական հատվածում առևտրային բանկերը շարունակում են մնալ ամենախոշոր և կայուն կառույցները։ 2025 թվականի տվյալներով երկրում գործում է 17 բանկ, որոնք ունեն ընդհանուր շուրջ 546 մասնաճյուղ։ Ավելի քան 12 տրիլիոն դրամ է գնահատվում այս ոլորտի ակտիվները Հայաստանում։ Սա նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական հոսքերի արդյունքն է։ Մյուս կողմից, տարածաշրջանային պատերազմն է առաջացրել ռիսկեր այս ոլորտում։ Զգալիորեն աճել են նաև համաշխարհային տնտեսական աճի վատթարացման ռիսկերը, որոնք մեծապես կախված են նաև հակամարտության տևողությունից և էսկալացիայի հետագա մասշտաբներից։ Գնահատականներ կան, որ նույնիսկ եթե հենց այսօր հակամարտությունը ավարտվի, մենք դեռևս մի քանի ամիս ապրելու ենք մի աշխարհում, որտեղ մենք զգալու ենք այդ հակամարտության արդյունքները։ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական նվազեցման քաղաքականություն է իրականացրել, այն հասցնելով 6,75%-ի։ Դրա արդյունքում ֆինանսական շուկային փողի հասանելիությունը մեծացել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել վարկավորման տոկոսադրույքների կայունացման կամ նվազման համար։ Սրա արդյունքում հիմնականում աճել է սպառողական վարկառումների թիվը, ինչը մասնագետների տեսանկյունից այնքան էլ լավ միտում չէ։ Տարվա ընթացքում տնային տնտեսություններին տրամադրված վարկերի բարձր աճի արդյունքում աճել է նաև վերջիններիս պարտքի բեռը։ Միաժամանակ վերջին տարիներին դիտարկվել է նաև վարկերի ժամկետայնության աճ, ինչը մեղմելով պարտքի սպասարկման բեռի աճը միաժամանակ մեծացնում է նաև պարտքի անխոչնդոտ սպասարկման վերաբերյալ անորոշությունը։ Վարկերը աճում են ավելի արագանցիկ տեմպերով, քան եկամուտներն են աճում։ Նախորդ տարի շարունակել է աճել շինարարությունը, բայց անշարժ գույքի շուկայում նկատվել են փոփոխություններ, մասնավորապես ոլորտում պահանջարկն է որոշակիորեն նվազել։ Սա և շուկայում գնային նվազման միտումները Կենտրոնական բանկը կանխատեսել էր ժամանակին, բայց բարեբախտաբար ամենահոռետեսական սպասելիքները անշարժ գույքի շեշտակի արժեզրկումը նախորդ տարվա ընթացքում չի գրանցվել։ Մենք ունենք գների որոշակի թեթև աճ, բայց վարձավճարների նվազում, այսինքն եթե դու ինվեստիցիոն տեսանկյունից ես նայում, քո համար որպես ինվեստիցիա ինքը դառնում է ոչ այդքան գրավիչ, քան նախկինում էր, ուստի մենք կարծում ենք, որ ստեղ ներդրումային գրավչության կարող է որոշակի նվազում տեղի ունենա։ Գալիք տարիներին արտաքին պրոցեսների հետևանքով Հայաստանի ֆինանսական շուկան կարող է ենթարկվել լուրջ ցնցումների։ Խիստ հոռետեսական սցենարների դեպքում նույնիսկ բանկային համակարգը կկարողանա, այսպես ասած, մարսել շոկային էֆեկտը։ Կենտրոնական բանկի սթրես թեստերն են դա ցույց տվել։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։